Այսօր իմ հյուրն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, պարոն Գրիգորյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ինչպես է գնահատում հետընտրական զարգացումները, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ չհանդիպելու Ռաֆֆի Հովհաննիսյանի որոշումը, ինչի կարող է սա հանգեցնել։ Նախ ուզում եմ ասել, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը բավական ակտիվ է գործում ու բավական գրագետ ու քանի որ բողոքի աստիճանը բավական բարձր է, դժգոհության ժողովրդի աստիճանը բարձր է, պարզ է, որ այս միտինգները կշարունակվեն, այդ լարվածությունը կշարունակվի։ Հիմա մենք մի մշակույթ սկսում ենք ձեռք բերել երկխոսություն։ Իմ կարծիքով այդ մշակույթը պետք է զարգացնել ու վերջի կետին պետք է հասնենք, որն է դա, որ իշխանությունը ի վերջո կատարի ինչ-որ քայլեր, որոնք բխում են և պետության շահերից և պահանջեն ընդդիմությանը։ Արդեն հայտնի է, որ իշխանությունները մերժել է Ռաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը։ Հիմա կրկին Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է հանդիպել, համենայն դեպս այդպես են ասում։ Սա նահանջ է իշխանության կողմից այս առաջարկը, թե իրավիճակը հարթելու, հանգստացնելու։ Գիտեք, ես ուրիշ օրինակը բերեմ, ցույց տալով, որ գոնե զարգացած երկրներում, ես հույսով եմ մենք էլ կդառնանք զարգացած երկիր, այդպես նահանջ, այդպես հասկացություն չկա։ Փարիզում մի քանի օր առաջ մեծ միտինգ էր։ Կառավարությունը նույն ժամին սկսեց քննարկումը։ Այդ ինչի հետ է կապված, որ ասենք 3000 հոգի 55 միլիոնանոց երկրում դուրս եկան փողոց։ Հիմա Հայաստանում մենք տեսնում ենք բավական մեծ թվով միտինգավորներ տարբեր քաղաքներում, պարզ է, որ եթե իշխանությունը գնում է երկխոսության, դա նահանջ չի։ Դա նշանակում է, որ իշխանությունը adekvat արձագանքում է ժողովրդի պահանջներին։ Պարոն Հովհաննիսյանը շատ վճռական է, այսպիսի նույնիսկ հայտարարություն է արել, որը քննարկման առարկա է դարձել, միայն իմ դիակի վրայով կգնա Սերժ Սարգսյանը երթմնակալության արարողության, սա ինչ է նշանակում։ Դա նշանակում, որ պարոն Ռաֆֆի Հովհաննիսյանը իրոք համարձակ մարդ է, իրոք հետևողական մարդ է, բայց ես կասկած չունեմ հասկանալով ու տեսնելով իր գործունեությունը, որ ինքը լուրջ քննարկմանը կգնա։ Այդ է մեր երաշխիքը, որ այս ճգնաժամը չի վերածվի ինչ-որ բախումների, այդ առաջինը։ Երկրորդը ինչ եմ ուզում ասել, նայեք, այսօր մենք տեսնում ենք այդ զարգացումները շատ հետաքրքիր է։ Մի շարք ուժեր, չէ, իրանց զգուշ են պահում եւ այլ։ Իրենք մտածում են, որ կարող է բան շահեն, բայց գիտեք ինչա փոխվում։ Եվ իշխանությունը ավելի լուրջ է մոտենում Ռաֆֆի Հովհաննիսյանի պահանջներին եւ ամենակարևորը ժողովուրդը անցնում է Ռաֆֆի Հովհաննիսյանի կողմ։ Ու իմ կարծիքով այստեղ է, որ կարող են լինել դրական որոշումներ պետության համար։ Եվ ինչ է կարծում, Ռաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի կամ ժողովրդին այնքան ուժ կուտակել Ազատության հրապարակում, որ իշխանությունների կարողանան պարտադրել իրենց ցանկությունը։ Ես կարծում եմ, կամ ընտրությունների արդյունքները հնարավոր է, որ փոխվեն։ Ես կարծում եմ, չեմ կարող ասել ընտրությունների արդյունքների մասին, բայց հստակ տեսնելով այս վերջի 4 տարվա Սերժ Սարգսյանի գործունեությունը վերլուծելով, իմ կարծիքով ինքը բավական ճկուն քաղաքական գործիչ է, ինքը կգնա երկխոսության ու կգնա լավ իմաստով զիջումների։ Դժբախտաբար զիջում մեզ մոտ մի քիչ վատ իմաստով են հասկանում։ Ինչի մասին է խոսքը, ես 1-2 դրվագի մասին ուզում եմ ասել։ Առաջի հերթին ով է ասում, որ չպետք է պատժվեն ընտրակեղծարարները։ Ով է ասում։ Դա կարող է պատահել իշխանությունները իրենք իրենց կպատժեն։ Ոչ, այստեղ հարցը ոչ իշխանություն չի։ Պետք է պատժեն կեղծարարները։ Իշխանություններից են իրանք որտեղից նշանակություն չունի։ Այդ չի կարող իշխանություն անի, պնդում է, որ կարող է։ Երկրորդը, ով ասեց, որ չի կարելի անցկացնել արտահերթ պարլամենտական ընտրություններ։ Ակնհայտ է, չէ՞, այս ընտրությունները ցույց տվեցին, որ վերաբաշխում պետք է լինի ձայների եւ մանդատների պարլամենտում։ Ընդդիմությունը ընդունում է, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները կեղծվել են, հիմա ասում է լավ, այս ընտրությունները թող մնան, ու ինչ էին, հա, նախորդը խորհրդարանի ընտրությունները եկեք դա նորից փորձենք, այս մեկը անցած լինի։ Չէ, շատ լավ հարց եք բարձրացնում, բայց երբ որ սկսվում է նշულ կա քաղաքական ճգնաժամի, այդ դեպքում քաղաքական որոշումները ճիշտ են, ոչ միայն իրավական։ Օրինակ, եթե այսօր դժվար է ապացուցել արդյունքները որն էին վերջնականորեն, ինչ եղավ, կամ արտահերթ, կամ նույնիսկ եթե արտահերթ չես անում ընտրություններ, ուրիշ ձևեր են գտնում, այդ փորձը աշխարհի ցույց է տալիս, կամ ներգրավում են ընդդիմությունը բարձր մակարդակի իշխանության ներս կամ նոր պարլամենտական ընտրություն, դա չի արգելվում ու դա փորձը միջազգային ցույց է տվել, երբ որ ճգնաժամ կա, կարելի է լուծումներ գտնել։
Եվ վերջին հարցը պարոն Գրիգորյան բոլորին մտահոգում է, որպեսզի չկրկնվեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, նույն հետընտրական զարգացումները, ինչ կասեք, նախադրյալներ կան, նման լարված իրավիճակ է այսօր, ինչպես 5 տարի առաջ էր։ Չէ, ես չեմ տեսնում, քանի որ այսօր գլխավոր ընդդիմադիր տեխնացում Ռաֆի Հովհաննիսյանը ու այսօրվա գործող նախագահան հակված են երկխոսությունով լուծել ու երկրորդ գործոնը ավելի կարևոր այսօր Հայաստանը այդ ռեսուրսը չունի, որ բախումներ լինեն ու իշխանությունը դա հասկանում է շատ բան փոխվեց վերջին 5 տարիների ընթացքում Ասում եք երկխոսության պատրաստ են, ինչ եք կարծում Սերժ Սարգսյանը կգա բաց երկխոսության ազատության հրապարակ, այս պայծրությամբ դա է նրանց ակնկալում։ Դժվարանում եմ ասել, բայց չեմ բացառում, քանի որ անսպասելի քայլեր, շատ անսպասելի քայլեր այս տարիներին արեց Սերժ Սարգսյանը, նաև այդ թվում երկխոսություն մտնելով, հիշում եք ՀԱԿ-ի հետ եւ այլն։ Ինքը հակված է, ավելի է հակված երկխոսության միջոցով լուծումներ գտնել։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, մեր թողարկմանը մասնակցելու, մեր հարցերին պատասխանելու համար իմ հյուրն էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։